շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր գնահատականը։ Մագում Ալիևի ելույթը, որին հաջորդեց նաև Փաշինյանի խոսքը։ Ողորմելի պատասխան, որտեղ պատասխանը չկար, էլի։ Խնդրեմ, ձեր մեկնաբանությունը։ Դեռևս օգոստոսի 8-ից առաջ ես հենց այստեղ ձեզ մոտ ասացի, որ Միացյալ Նահանգները Փաշինյանին խաբելու են, ժողովրդի լեզվով ասած գցելու են։ Հիմա ականատես ենք լինում այդ գծոցին, այսպես ասած։ Ալիևը ասում է Զանգեզուրյան Միջանցք, Էրդողանը ասում է Զանգեզուրյան Միջանցք, եվրոպացիները ասում են Զանգեզուրյան Միջանցք, Տրամպն էլ ասում է իմ հետ ինչ գործ ունեք, Ալբանիա, Կամբոջա, այսպես ասած կուտը տվեց, տարավ ստորագրը տվեց, այդ ամեն ինչը, հիմա ասում է իմ հետ էլ գործ չունեք, գնացեք ինչ ուզում եք արեք։ Այսինքն բոլորը Զանգեզուրյան Միջանցք, Ալիևը պատերազմի է պատրաստվում, միայն Փաշինյանն է, որին մտցրել են 4-րդ հանրապետության ինքնիշխան հիմնադրի դերի մեջ, եւ ինքը դերի մեջ իրան փորձում է դրսևորել, այսպես կոշտ պատասխան է տալիս եվրոպացի պատգամավորին, որի դատապարտում են, որ դուք Զանգեզուրյան Միջանցք եք ասում եւ այլ եւ այլն։ Այսինքն Միացյալ Նահանգները համար մեկ գերտերությունը իր վրա որևէ պարտավորություն չի վերցրել կարգավորում անել այնպես, որ Զանգեզուրյան Միջանցք չլինի օրինակի համար։ Այսինքն Տրամպը այնտեղ որպես վկա է հանդես եկել, գրավոր որևէ պարտավորություն չկա։ Օրինակ Ռուսաստանի միջնորդությամբ եռակողմ հայտարարություններից հետո կային գործում էին եռակողմ հանձնաժողովներ, որտեղ աշխատում են գերատեսչությունների ներկայացուցիչները, ասենք փոխնախարարների մակարդակով, բնականաբար այնտեղ աշխատում էին մասնագետները, որոնք այդ ամեն ինչը կյանքի էին կոչում։ Այսինքն լուրջ աշխատանք էր տարվում։ Ռուսաստանը իր վրա պարտավորություն էր վերցրել այդ աշխատանքները կոորդինացնելու եւ այնտեղ բազմիցս ասվել է, որ որևէ Միջանցքի, որևէ Հայաստանի իրավասությունից դուրս որևէ ճանապարհի մասին խոսք չի գնում եւ որևէ մեկը չհամարձակվեց դա հերքել։ Իսկ այստեղ ինչ Միացյալ Նահանգները ուղղակի բերեցին ստորագրել տվեցին, հետո ասեն գնացեք ինչ ուզում եք արեք։ Իմ հետ էլ այդ հարցով այդ Ալբանիայի, Կամբոջայի եւ մյուս հարցերով ինձ մոտ չգա։ Դա հիշեցնում է 1920 թվականի Սևրի պայմանագիրն ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, երբ որ հայերը ասում են, բայց ախր դուք մեզ տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր տարածք եք խոսք տվել ելք դեպի ծով։ Ասում են, հա, թղթի վրա դա ձերն է, գնացեք եւ վերցրեք։ Մեր նավերը, ձեր լեռները չեն կարող բարձրանալ, մենք չենք կարող գալ ձեր փոխարեն այդ տարածքները վերցնել։ Համաձայն ենք, դա ձերն է, գնացեք, եթե թուրքերին կարողացեք հաղթել, գնացեք վերցրեք։ Այդ մոտավորապես նույն բանը հիմա է։ Հետևաբար Տրամպը կոպիտ ասենք, թքած ունի, ինչ կլինի։ Իր համար կարևորը իր ուզածը ինքը ստացավ, մնացածը արդեն ոնց կդասավորվի։ Ինքը իր ստրատեգիական հարցերն է լուծում, մնացածը իրեն բարձրացած չի հետաքրքրում։ Զանգեզուրյան Միջանցք, ինչ կլինի, ինչ չի լինի, դա իրեն բացարձակ չի հետաքրքրում։ Մեզ է հետաքրքրում են առումով, որ կուզեմ անդրադառնալ, որ մինչև անգամ ԵԽԽՎ-ի պատգամավորն է բացահայտում, որ դուք տվել եք Միջանցքը առանց որևէ նախապայմանի, Միջանցքի մասին խոսույթը կա, Թրամփն էլ է դրա մասին խոսում եւ Փաշինյանը, որ այտենց իրեն կորցրել է։ Դե ասում եմ, գցել են Փաշինյանին, Փաշինյանին խաբել են, տարել են, ստորագրել են տվել, այ որ դու ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան լիդերն ես 4-րդ հանրապետության հիմնադիր։ Դա գիտեք, Արևմուտքը հիմա Զելենսկուն որ բերում էին իշխանության, ինքը գիտեր, որ 1.7 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնալու եւ որոշումները կայացնողը, այսպես համենայն դեպս թղթի վրա ստորագրող ինքը։ Չէ, բայց իրան իր բացասական կողմերը հաշվի առնելով փառասիրությունը, չգիտեմ, փոխսիրելը եւ մյուս բոլոր բացասական կողմերը հաշվի առնելով բերեցին, հասունացրեցին, հասցրեցին, դարձրեցին Ուկրաինայի նախագահ։ Իբր ինքը ինքնիշխան նախագահ պետք է լինի, որը պետք է գար վերականգներ արդարությունը Ուկրաինայում, կոռուպցիան պետք է վերացներ, Ղրիմը պետք է հետ բերեր խաղաղ ճանապարհով։ Տեսնեք ինչեր էր ինքը անում միջև պատերազմը, ինչ դեմքով կարծես թե ինքն է։ Այդպես աճեցրեցին, այդ դերի մեջ մտցրեցին, ինքը դրան հավատաց, հետո զոհաբերեցին։
Ես ասել եմ մի անգամ, մի հատ եմ կրկնում, իսկ իմ կարծիքով Զելենսկին դեմ չի լինի, եթե մի օր ուղղակի ռուսների ձեռքում գերի հայտնվի, գոնե այդ դեպքում ինքը բանտում կհայտնվի երկար տարիներ, եթե ոչ ցմահ, բայց գոնե վերջում իր մահվան տեղը կիմանան որտեղ է, ասենք խոր ծերության եթե հասնի։ Իսկ այսպես ես կարծում եմ Զելենսկուն պահագա ոչ չեն գտնելու։ Կորցնելու են միտեղ տանեն, թաղեն, չեն ոչ մեկ չի իմանալու որտեղ է թաղված, որտեղ ինքը շատ բան գիտի, կարիք չկա որ ինքը ապրի։ Այսինքն այդ առումով արևմուտքը կարողանում է նման մարդկանց գտնել, աճեցնել, հասունացնել, կուտը տալ, ասել, այ դու լիդեր ես, ինքնիշխան, ես ինչ պետության լիդերն ես, քո ձեռքում է ամեն ինչ, դու ես քո ժողովրդի առաջնորդը, այդ տենց հասունացնում են, հետո զոհաբերում են եւ երկիրը եւ այդ լիդերին։ Այնպես որ խափել են։ Հերթական անգամ արևմուտքը խափեց։ Բայց ինքը փորձում է Հայաստանում կերակրել, որ խաղաղություն է բերել իրենց նորացի խաղաղությունը մեկամսական, հիշեցեք քանի օրական է։ Այդ մի 5 օր առաջ, 27 օրական է արդեն։ Դե ինքը հիմնվում է իրական Հայաստանի այդ իր հռչակած գաղափարախոսության վրա։ Պայքար է տանում սովետական ժամանակաշրջանի դեմ, պայքար է տանում պատմական Հայաստանի դեմ, դե հիմա հարց առաջանում, այդ դեպքում իրական Հայաստանը ո՞րն է։ Նշանակում է իրական Հայաստանը 1991 թվականից հետո գոյություն ունեցած Հայաստանն է։ Այսինքն իրական Հայաստանի, այսինքն Հայաստանի պատմությունը 33 տարվա է։ Այսինքն Հայաստանը երիտասարդ երեխա պետություն է, որը ոչինչ չի հասկանում, չգիտի ինչ է քաղաքականությունը, ուրեմն ինքը պետք է խելոք նստի տեղը եւ սովորի թե ասենք հարյուրամյակների կամ հազարամյակների, չգիտեմ, կամ հարյուրամյակների պատմություն ունեցող Թուրքիան, Իրանը, մյուսները արևմուտքը ոնց են իրեն սովորեցնում պետություն կառուցել։ Եթե Փաշինյանը ասում է, որ պետությունն է հայրենիքը, դե ինչ ասեմ, 33 տարվա պետություն ենք, չէ՞, ուրեմն Հայաստանը 33 տարվա է։ Իսկ երիտասարդ նման անփորձ պետությունը իրավունք չունի ինքնուրույն որոշումներ կայացնելու, իրեն պետք է ասեն ինքը ինչ անի։ Իմ մոտ տպավորությունն է, որ Փաշինյանը իրոք հավատում է, որ ինքը 4-րդ հանրապետության ինքնիշխան հիմնադիրն է։ Իրեն այդ դերի մեջ մտցրել են, այդպես էլ խափելու են, տանեն զոհաբերության, բայց ցավոք սրտի իր հետ միասին զոհաբերության են տանելու նաև պետությանը։ Արարատ Միրզոյանը իրենց ինֆորմացիա եկա, որ հայտարարում է լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում ադրբեջանական կողմը առաջ է քաշում որոշակի նախպայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը։ Մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքը Հայաստանի հյուսիսի ու հարավը երթուղով իրար կապելու համար։ Ներկայումս նման երկաթուղային կապ գոյություն չունի։ Խնդրեմ։ Միրզոյանն է ասել։ Դե հաստատում է իմ խոսքերը։ Այսինքն Ամերիկայում իրենց խափել են, այսինքն Միացյալ Նահանգները համարում էր գերտերություն, երկու կողմին կանչել է իր մոտ եւ չի կարողանում իր վրա վերցնել պարտավորություն, որ փոխշահավետ տարբերակով հարցը լուծվի։ Կանչել ստորագրել է, հետո ինչպես ասում են ժողովրդի լեզվով բրախել է, այդ հարցը ասել է գնացեք ոնց ուզում եք լուծեք։ Դրա համար հիմա Միրզոյանը ասում մենք համաձայն չենք։ Այսինքն Ամերիկայում այդ հարցը չի լուծվել, լուծում չի ստացել, հստակ միջնորդություն Միացյալ Նահանգների կողմից չի եղել, որ այս հարցը պետք է լուծվի այսպես, կողմերն էլ եկել են համաձայնության։ Այդ նշանակում է ինքնահոսի թողել են։ Տրամպը ստորագրել ասել ինձ էլ վերջ ինձ այդ հարցով չդիմեք։ Կամբոջայա, չգիտեմ, Ալբանիայա, մյուսն այդ անուններն չի հիշում ասկի։ Ոչ թե չի հիշում, իրեն չի հետաքրքրում, ինքը թքած ունի։ Ամերիկայի համար պատվից ցածր է Հայաստանի նման երկրի կամ նույնիսկ Ադրբեջանի նման երկրի ասես շահերը սպասարկել։ Իրեն սպասարկում են միայն Միացյալ Նահանգների շահերը եւ կա աշխարհում մի պետություն, որի հետ Ամերիկան հաշվի է նստում, դա Ռուսաստանն է։ Այլ պետություն գոյություն չունի իր համար։ Այս այն Վարդան Ղուկասյանի դոկին, որ ասին վտարում են Միացյալ Նահանգներից, բայց չեն արտահանձնում, չէ՞։ Ինչի՞ չի արտահանձնում։ Որտեվ ինքը խախտել է ամերիկյան օրենքները, Ամերիկայի համար դա շատ վատ բան է, իրենք շատ խիստ են դրան նայում, ասում են խախտել ես իմ օրենքները, դուրս կգաս երկրից։
Բայց ասում են Հայաստանը ով է որ մի հատ իր պահանջով, իր բացած քրեական գործով ինչ որ մեկին արտահանձնեն։ Այդ ԱՄՆ պահանջով են ուրիշ երկրներից իրեն արտահանձնում, բայց ինքը ոչ մեկին չի արտահանձնում։ Ինքը պատվից ցածր է համարում երրորդ կարգի երկրներին ինչ որ մեկին արտահանձնել իրենց պահանջով, ինչ որ մեկի պահանջը կատարել։ Այդ էր մնում պակաս Տրամպը Հայաստանի պահանջ կատարի, ինչ որ մեկին արտահանձնի Հայաստան։ Նույնիսկ ընդունելությունը տեսեք։ Գնում է Տրամպի մոտ, Տրամպը իր մեծ սեղանին նստած, մեծ աթոռին կողքնել մի հատ փոքր տաբուրետկայի չափ աթոռ դնում Փաշինյանին ու Ալիևին է դիմավորում, դելեգացիաները շարված են, շարք են կանգնած իր դիմաց։ Տեսել եք Ռուսաստանում նման ընդունելություն երբևէ որևէ մեկի նկատմամբ։ Նույնիսկ ատրիբուտիկան, այսինքն աթոռ, սեղան, նույնիսկ դա արվում է հավասարը հավասարի սկզբունքով, հարգալից։ Այդպես է, իրենք գաղութատիրական պետություններ են, մյուսներին դիտում են որպես գաղութ, որոնց հետ կարելի է վարվել ինչպես ուզում են։ Իրենք հավասարը հավասարի մյուս աշխարհին չեն դիտում։ Իրենք միայն ուժի լեզուն են հասկանում, իսկ իրենց հավասար ուժը միայն Ռուսաստանն է, որտեղ ունի ստրատեգիական միջուկային զենք։ Այնպես որ կանխատեսել է, որ սա խաբելու են, սա միակ բանը չի, որում խաբելու են, այն ներդրումները, որ խոսք են տվել Միացյալ Նահանգները, իբր պետք է անեն այս պայմանագրի կնքման դիմաց, դա էլ չեն անելու, դա էլ են խաբելու, միլիարդավոր ինչ-որ գումարներ Հայաստան չի գալու, տեխնոլոգիաներ չեն բերելու, ամեն ինչում խաբելու են։ Հեսա ես մտավախություն ունեմ, որ այս ատոմակայանի հարցում էլ կխաբեն, կասեն հեսա այս փակեք, եղածը փակեք, մենք մեր մոդուլայինները կբերենք կդնենք։ Երկու ատոմակայան ստեղծել Փաշինյանը։ Դե լավ, դա արդեն Ինչի, բայց կառավարության ժամանակ ասաց այստեղ լուր երկու ատոմակայան է։ Դե ինքը ինչքան որ կարծացի նկատի է ունեցել, որ Հայաստանում կան արևային էներգիայով աշխատող կայաններ, որոնք համարժեք էլեկտրոէներգիա արտադրում են, բայց ինքը չի հասկանում, որ ատոմակայանը դա միայն էլեկտրոէներգիա չի, դա ոլորտ է, դա խաղաղ ատոմի ոլորտ։ Երբ որ Ռուսաստանը ատոմակայան է սարքում, ինքը ոլորտ է բարձրացնում, ինքը մասնագետներ է պատրաստում, ինքը ապահովում է, որ եթե նույնիսկ վաղը ինքը գնա, այդ երկրի մասնագետները այդ ոլորտը կարողանալու են պահել։ Իսկ այդ ոլորտը օգտագործվում է տարբեր տեղերում, բժշկության մեջ, գիտության մեջ, այսինքն Ռուսաստանը դա ապահովում է։ Ամերիկացի որ բերեցին, իրենք բերելու են փորձարկելու համար մոդուլային հոսքագծով արտադրված հոսքագծի վրա։ Ոնց բերեն հավաքեն, այդպես է քանդելու են, տանելու են։ Իրենք թույլ չեն տալու, որ մենք ծանոթանանք այդ տեխնոլոգիաներին։ Իսկ Փաշինյանը, որ գնաց Մոսկվա, այնտեղ մանրամասն իրեն բացատրեցին այդ տեխնոլոգիաները։ Նույնիսկ Պուտինը անձամբ էր բացատրում, ինչ տեխնոլոգիաներ իրենք ունեն, այսինքն ինչ էր հասկացում։ Ասում էր, եթե մեր հետ համագործակցեք, այդ տեխնոլոգիաները դուք էլ կունենաք։ Իսկ Ամերիկան մոռացեք դրա մասին, ինքը չի պատրաստվում որևէ տեխնոլոգիա Հայաստանին տալ։ Այնպես որ շատ հարցերում արևմուտքը խաբելու է, Փաշինյանը անելու է այն ինչ իրենց պահանջում են, բայց փոխարենը չի ստանալու ոչ մի բան։ Ցավոք սրտի դուժելու է պետությունը։ Գանք Ռուսաստանի նախագահի մի քանի այսպես առանձնացած խոսքերի Վալդայակում Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա, ինչպես կարելի է հավատալ այս անհայթայթությանը։ Խնդրեմ այս մասով ձեր մեկնաբանությունը, եթե սխալվում եմ ինձ ուղղեք, բայց մի քանի անգամ առիթ եղել է, որ դուք ասել եք ի վերջո, եթե հասցնում են այդ գծերը հատվեն, իրենք էլ չեն կանգնելու եւ եթե պետք լինի հարձակումը կլինի։ Խնդրեմ։ Տեսեք, Միացյալ Նահանգների նպատակը ո՞րն է։ Միմյանց դեմ հանել Եվրոպային եւ Ռուսաստանին։ Իրենք որպես իրենք մնան որպես հաշտարար կողքից նայող։ Այսինքն հրահրեն Եվրոպայի միջև եւ Ռուսաստանի միջև պատերազմ, իրենք մնան կողքից նայող։ Այսինքն իրենք փորձում են դիստանցիա վերցնել, պահել ուկրաինական կոնֆլիկտից, Եվրոպայից, իբր Եվրոպան անկախ էր։ ԱՄՆ-ից անկախ է, իբր հակաճառում է ԱՄՆ-ին։ Ռուսաստանը ԱՄՆ-ին փորձում է բերել այն դաշտ, որ արի դու պետք է պատասխանատվություն վերցնես Եվրոպայի համար եւ զսպես իրենց, սանձես։ Հիմա փորձում են այս պրովոկացիաներով այդ երբ որ այդ անօթաչուները հատել էին Լեհաստանի սահմանը, մի խոսքով նման պրովոկացիաներով փորձում են առիթ ստեղծել Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի բախման առանց Միացյալ Նահանգների։ Միացյալ Նահանգները չեն ուզում դրա մեջ մասնակցեն, որտեղ եթե իրենք մասնակցեցին, նշանակում է, որ Ռուսաստանը տանկեր չի ուղարկելու ԱՄՆ ափեր, պետք է ուղարկի հրթիռներ։ Իսկ ԱՄՆ-ի համար դա անթույլատրելի է եւ եթե իր տարածքի նկատմամբ սպառնալիք լինի։ Հետևաբար դրա համար Ռուսաստանը Եվրոպայի հետ չի բանակցում, ինքը բանակցում է վերադասի հետ, Միացյալ Նահանգների հետ։
որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն վերցնեն իրենց վրա Եվրոպայի համար։ Պարզ է, որ ՆԱՏՕ-ն սովորական սպառազինություններով Ռուսաստանից ուժեղ է, որտեվ Ռուսաստանում 150 միլիոն է, հավաքական ՆԱՏՕ-ում 1 միլիարդ բնակչություն, այսինքն մոբիլիզացիոն պոտենցիալը մեծ է։ Երկրորդը բյուջեն 10 անգամ ավելի մեծ է ռազմական ՆԱՏՕ-ում, պարզ է, որ ուժեղ են, բայց երբ որ դրան գումարում ես ռազմավարական միջուկային զենքը, Ռուսաստանը ավելի ուժեղ է դառնում։ Հենց այդ սկզբունքով էլ Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ խոսում է։ Այսինքն որն է խոսալու հիմնական թեզը, ասում է, եթե չես ուզում, որ ԱՄՆ տարածքի նկատմամբ լինի սպառնալիք իմ միջուկային զենքով, արի պայմանավորվենք որպես երկու տերություն հավասարի եւ աշխարհում կարգ ու կանոնը մենք երկուսով որոշենք։ Հիմա Միացյալ Նահանգները մեծ հաշվով դրա մասին է խոսում Ռուսաստանը։ Եվ Ալյասկա գնացել էր հենց դրա համար։ Եվ Ալյասկայի հանդիպումից հետո Տրամպը ընդունեց, որ Ռուսաստանը միջուկային գերտերություն է։ Եվ աստիճանաբար Տրամպին Պուտինը կբերի այդ մտքին, որ արի դու այդ թատրոնը վերջացրու, որ իբր Զելենսկին քեզ հակաճառում է Սպիտակ տանը, իբր եվրոպացիք քեզ չեն ենթարկվում, արի այդ թատրոնը վերջացրու, արի որպես հավասարի նստենք, խոսենք, բաժանենք աշխարհը պատասխանատվության տիրույթների, այսինքն ով ինչի համար է պատասխանատվություն կրելու։ Այդ պարագայում, երբ որ կան համաձայնության, հետխորհրդային տարածքի պատասխանատուն լինելու է Ռուսաստանը։ Նա է հետևելու հետխորհրդային տարածքում կարգ ու կանոնի համար։ Դա կլինի մեծ մասշտաբի իրադարձություն, մոտավորապես նույն ձևի, ինչպես ԽՍՀՄ փլուզումներ։ Այսինքն ոնց մենք մի օրում քննեցինք, արթնացանք, տեսանք ԽՍՀՄ չկա։ Մի օր կքննենք, արթնանանք, կտեսնենք, որ աշխարհը փոխվել է։ Հիմա Պուտինի ելույթը Վալդայում նրա մասին էր, որ Ռուսաստանի գլխավորությամբ կառուցվում է ինքնիշխան պետությունների համաշխարհային, այսպես ասենք, դաշինք, որի հիմքում ընկած է պետությունների ինքնիշխանությունը։ Այսինքն պետությունները, որոնք ուզում են ինքնիշխան լինել, ինքնուրույն որոշումներ կայացնել, սեփական արժեհամակարգին համաձայն, իրենք Ռուսաստանի գլխավորությամբ միավորվում են բազմաբևեռ աշխարհի մեջ, որի շոքեքաշը օբյեկտիվորեն Ռուսաստանն է։ Այսինքն աշխարհում կա զարգացման երկու վեկտոր, ռուսական վեկտորը, որտեղ միայն Ռուսաստանը չի, դա բազմաբևեռ աշխարհն է, եւ արևմտյան ԱՄՆ գլխավորությամբ միաբևեռ վեկտորը, որտեղ ՆԱՏՕ-ից դուրս պետությունները լինելու են ՆԱՏՕ-ի բարեկեցությունը սպասարկող պետություններ։ Այսինքն պետք է լավ թալանեն, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունները լավ ապրեն։ Օրինակ այսօր փողոցում տեսա Շվեդիայից եկած թոշակառուների, որոնք վայելում են իրենց թոշակը շուրջ երկրյա ճանապարհորդությամբ։ Այսինքն որպեսզի արևմտյան թոշակառուն խոր ծերության մեջ կարողանա ամբողջ մոլորակով ճանապարհորդել, մեր թոշակառուն պետք է ստանա 40,000 դրամ։ Այսինքն մեր նման պետությունները պետք է թալանեն, որ իրենց թոշակառուները լավ ապրեն։ Սա է իրենց մոտեցումը։ Ռուսաստանը այլ մոտեցում է առաջարկում, ասում է եկեք միավորվենք բազմաբևեռ աշխարհում, որտեղ հիմքը կլինի ինքնիշխանությունը պետությունների։ Ուզում եք, ուզեք, կունենաք տեխնոլոգիաներ, կունենաք հարգանք, բայց այդ դեպքում իմացեք, որ արևմուտքի հետ հակասությունների մեջ մտնելը, եթե այդ ճանապարհը դուք ընտրեք, անխուսափելի է։ Ընտրեք։ Վալդայում ինքը տվեց ապագա այդ ձևավորվող աշխարհի ուրվագիծը, ասում է պետություններ, մնացածը ձեր որոշելիքն է։ Այն կողմ եք ուզում գնացեք, այն կողմ եղեք թալանվող գաղութ, չեք ուզում, եկեք միացեք բազմաբևեռ աշխարհին։ Եվ սրա լավ այն է, որ բազմաբևեռ աշխարհը կառուցվում է Ռուսաստանի առաջնորդությամբ, բայց այնտեղ միայն Ռուսաստանը չի, այնտեղ ամբողջ աշխարհն է։ Վաղ եթե արևմուտքը խելքի կա Ռուսաստանի հետ նստի բանակցելու, ինքն էլ է լինելու այդ աշխարհի մաս։ Եվ այնպես չէ, որ եթե դու ընտրում ես այդ վեկտորը, ուրեմն միայն Ռուսաստանի հետ ես լինելու, ոչ։ Բայց հիմա Եվրոպան կարծես պատրաստվում է պատերազմի ամեն կպատրաստվի։ Այնքան տենց կանի, միջև հիբրիդային պատերազմ է վարում Ռուսաստանը։ Դե երբ որ Տրամպը կհասկանա, որ եթե ինքը թատրոնը շարունակի, ապա Նյու Յորքի վրա սպառնալիքները կախվելու են միջուկային զենքի տեսքով, ինքը միածանկ կանի Գերմանիա, Ֆրանսիա, կասի մի հատ հələ խելոք նստեք տեղներդ, էլ ոչ մի ծպտուն Ռուսաստանի հասցեին չլսեմ։ Մենք արդեն պայմանավորվել ենք։
Կարծում եմ մինչև Տրամպի նախագահության ավարտը այդ հարցը կլուծվի։ Բայց դուք ասում եք մինչև Թրամփի նախագահ լինել այն հետևից նախագահությունից հետո, որ Թրամփի օրոք էլ ավելի է սրվել պատերազմը իրականում, իսկ իր հերթին Թրամփը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ պատերազմի մինչև մեկնարկը նախագահ, պատերազմը չէր կայանա, որի հետ համաձայն է նաև Ռուսաստանի նախագահը, այս մասով խնդրեմ։ Այս պատերազմը ինչ որտեղ նաև օգնում է Ռուսաստանին, որ նա վերականգնի իր երբեմնի հզորությունը։ Սովորաբար, երբ որ թվում է, թե հասարակության մեջ ամեն ինչ լավ է, ու հարաբերական լավ, հասարակությունը փոփոխություններ չի ուզում։ Այդ կոմֆորտը իր համար լավ է։ Բայց իրականում Ռուսաստանը նման մեծ պետությունը ինքը գնալով մարում էր։ Ինչի, որտեվ տարածքը մեծ է, նայեք համախառն ներքին արդյունքը ինչքան էր 33 տարի առաջ եւ ինչքան է այսօր։ Այսինքն էապես ընկել է, այսինքն փոքր Հայաստան չի։ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ, եթե չլինի գերտերություն, եթե չլինի աշխարհում եղանակ ստեղծող տերություն։ 91 թվականին, երբ որ պարտվեց Սառը պատերազմում, ինքը այդ իր դիրքերից հետ քայլ արեց։ 90-ականներին ընկավ, նման կերպով ինքը գոյություն ունենալ չի կարող, այդ մեծ տարածքը պահել չի կարող։ Խաղաղ ճանապարհով չստացվեց Ռուսաստանի հասարակությանը արթնացնել։ Երբ որ խաղաղ ճանապարհով չի ստացվում, ուրեմն դա լինելու է պատերազմով։ Պատերազմը օգնում է, դա մի կողմից վատ է, մյուս կողմից օգնում է, որ այդ հասարակությունը արթնանա եւ իր երբեմնի տեղը ուզենա նորից վերադարձնել։ Այնպես որ Միացյալ Նահանգները իհարկե կուզեին, որ պատերազմը չլիներ եւ կամաց Ռուսաստանի շուրջ օղակը սեղմեին, Ռուսաստանը այդպես մարեր գնալ։ Իհարկե կուզեր։ Բայց Միացյալ Նահանգների նպատակը միշտ էլ եղել է համաշխարհային գերիշխանությունը տարբեր մեթոդներով։ Մինչև հիմա դա բայդենական մեթոդներն էին, այդ նեոլիբերալ, հիմա Տրամպի մեթոդներն են, բայց նպատակները նույնն են, չի փոխվել։ Միացյալ Նահանգների միակ եւ հավասար հակառակորդը, որին ինքը հավասար ընդունում է, դա Ռուսաստանն է։ Այդպես կա եւ այդպես լինելու է։ Ինքը ոչ մեկից չի վախենում, որևէ մեկը իր համար խնդիր չի, ոչ Չինաստանը, ոչ Իրանը, ոչ մեկը։ Այդ պետությունները առանց Ռուսաստանի օգնության ուղղակի օրեր չեն դիմանա Միացյալ Նահանգների ճնշման դեմ, դրա համար էլ իրենք Ռուսաստանի կողմն են ձգվում, հասկանալով, որ առանց Ռուսաստանի իրենք ուղղակի չեն կարող դիմակայել։ Իսկ Չինաստանը չի կարող դիմակայել, ու մնաց փոքր Հայաստանը կարողանա դիմակայել։ Այնպես որ այս պատերազմը ուկրաինական ճգնաժամը Ռուսաստանին էապես ներսից որակապես փոխելու է, Ռուսաստանը վերադառնալու է երբեմնի փառքին, որ ունեցել է ռուսական կայսրության եւ ԽՍՀՄ օրոք։ Բայց երկուսի սխալներն էլ հաշվի առնելու եւ ստեղծելու է նոր կայսրություն, որի վրա հենվելով պետությունները կարող են ձեռք բերել իրական ինքնիշխանություն եւ սեփական ինքնատիպ արժեհամակարգին բնորոշ քաղաքականություն ունենալ։ Եթե այդ ընտրեն, իրենք շանս ունեն մոտակա տասնամյակներում գոյություն ունենալ եւ զարգանալ։ Եթե չընտրեն, ուրեմն մարելու են գնան։ Եվ գալով մեր ներքին իրողություններին, գիտեք, վաղ շաբաթ սպասվում են ընտրություններ եւ արդյոք հաջողվում է այս իշխանությանը ստեղծել վախի մթնոլորտ, հաշվի առնելով վերջին սպանությունը Փարաքյարի համայնքապետի, ազգային ժողովում ուղիղ, այս մասով մի փոքր ավելի մանրամասն կուզեմ, անդրադառնանք Վարդան Ղուկասյանին, ընտրված քաղաքապետի հասցեին միջև խոսում Փաշինյանը, գիտեք, միութենական պետության մասով, համեցեք։ Դե մենք շարժվում ենք դեպի արևմտյան դեմոկրատիայի մոդելը, որը իրենից ներկայացնում է արդեն բոլորս դրա մասին հասկացել են։ Ես վաղուց դա գիտեի, ժողովուրդը կամաց կհասկանա, դա ոչ թե դեմոկրատիա է, այլ դա ամենաթողության մոդել է, ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա։ Կարևորը քո քայլերը չհակասեն հավաքական արևմուտքի քայլերի հետ։ Ինչ ուզում ես երկրից ներսում արա, ինչ ամենաթողություն ուզում ես ցույց տուր, ոչ մեկ ոչինչ բան չի ասի, չի դատապարտի, որտեվ դա բխում է արևմտյան երկրների շահերից։
Ինչ վերաբերում է ընտրություններին, համեմատենք օրինակ վերջերս Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունների հետ, որտեղ իշխանությունը կրկին հաղթեց։ Բոլոր կեղծիքներով, լցոնումներով, չգիտեմ, արտերկրում Եվրոպայում ընտրատեղամասերում կեղծիքներով հաղթեց։ Բայց խնդիրը այն էր, որ պարզ էր, որ այդ կեղծիքները լինելու են։ Իսկ ամենամեծ խնդիրը, որի պատճառով ընդդիմությունը պարտվեց, դա ընտրություններին մասնակցության փոքր թիվն էր։ Այսինքն 52% ընդամենը։ Փորձը ցույց է տալիս, որ եթե քիչ թվով մարդիկ են գալիս ընտրության, իշխանությունը կեղծիքներով հաղթում է։ Այդ նշանակում է, որ ժողովրդի զգալի մասին ընդդիմությունը չկարողացավ հասնել սրտին եւ համոզել նրանց, որ իրենք պետք է գան ընտրության։ Ժողովրդի կեսին առնվազնի համար չհետաքրքրեց ընդհանրապես այդ ընտրությունները։ Չնայած դրանք շատ կարևոր ընտրություններ են Մոլդավիայի համար։ Անցած անգամ, երբ որ նախագահական ընտրություններն եւ հանրակրվեն էր եվրոինտեգրման, ինձ համար առաջի փուլից հետո պարզ էր, որ ընդդիմությունը պարտվելու է երկրորդ փուլում, որովհետեւ 700 քանի հազար մարդ գնաց քվեարկեց եւ ասեց ոչ եվրոինտեգրմանը, բայց ընդդիմադիր ամենագլխավոր մրցակիցը Սանդուի վերկացավ ասեց, որ ես դեմ չեմ եվրոինտեգրմանը եւ ընդհանրապես չեմ քվեարկել եվրոինտեգրման այդ հանրակրվեի ժամանակ։ Դե պարզ է, որ նման թույլ կարծիքով ինքը չէր կարող հաղթել։ Եթե նա էլ է կողմ եվրոինտեգրմանը, Սանդուն էլ է կողմ, այնա Սանդուն ավելի լավ է տանում, ինչի պետք է մարդիկ գնան ընտրեն ընդդիմադիր գործչին։ Այսինքն ընդդիմությունը չտվեց 180 աստիճանով այլընտրանքային ուղղություն։ Ասել, որ Եվրամիությունը ոչ թե չեմ գնալու, այլ դա վատ է։ Դա ինքնիշխանության կորուստ է, դա պատերազմ է, եւ մենք պետք է շարժվենք այլ ուղղությամբ։ Իրենք ընկան էլի այդ նարատիվների հետևից, որ հանկարծ մեզ չասեն, որ դուք պրոռուսական եք, էս եք, դե չէ, ուրեմն ժողովուրդը չհասկացավ ինքը ինչի համար պետք է գա ընտրության ընդհանրապես։ Նույնն էլ Հայաստանում է։ Եթե ընդդիմությունը շարունակի ժողովրդին չտալ հարցերի պատասխաններից, ժողովուրդը ուզում է լսել պատասխան, ո՞նց է ինքը տեսնում իր երեխայի, իր ընտանիքի ապագան 10 տարի հետո։ Ինքը ուզում է այդ պատասխանները լսել։ Եթե պետք է շարժվի այդ նույնիսկ եւ կոմպլիմենտար, չգիտեմ, բազմավեկտոր այդ հեքիաթներով 300 միլիոնանոց թուրքական աշխարհում նստած են կողքները ճշտամիներ են, մենք ասում ենք բազմավեկտոր պետք է խաղանք։ Արևմուտք, եվրոինտեգրում, ԵԽԽՎ, Եվրոխորհուրդ, թե ինչ օգուտ տվեց այդ Եվրոխորհուրդը մեզ, բազմաթիվ բանաձևեր են ընդունվել նախորդ տարիներին Արցախի հետ կապված։ Մեր համար մտածում ենք դրական է։ Մի օրում փաթաթեցին, գցեցին աղբամանը, ասեցին մենք ոչ մի բան չենք կատարելու, այդ էր մնում պակաս, մի հատ էլ Հայաստանի նկատմամբ ինչ-որ պարտավորություն կատարենք։ Այնպես որ ժողովուրդը սպասում է պատասխանների, հստակ պատասխանների եւ ինքը ուզում է դա լսել։ Իշխանությունը հստակ է ասում է ես տանում եմ ձեզ եվրոինտեգրման։ Հակառակը հստակ ասող չկա Հայաստանում, որ դա կործանում է Հայաստանին։ Դա չկա ասող։ Իհարկե դա պետք է մասնագիտորեն բացվի, բացատրվի, ինչ ասել է կործանում, ոնց է դա տեղի ունենալու։ Դա չի ասվում։ Հետևաբար իմ կարծիքով իշխանությունը կեղծիքներով շանսեր ունի մեծ հաղթելու վաղ շաբաթում։ Ամեն դեպքում իսկ վախի մթնոլորտը իրազեկություն։ Դե վախի մթնոլորտն էլ է խաղաղություն կամ պատերազմ։ Մեզ ընտրեք, այսինքն եվրոինտեգրման ուղով տանող իշխանությանը եթե ընտրեք, դա կլինի խաղաղություն, իսկ իբր միութենական պետություն տանողները, չգիտեմ ով է տանում, ես չեմ լսել որևէ մեկը որ ասի ուզում ենք տանենք, բայց ամեն դեպքում այդ տանողները, եթե այդ ճանապարհով գնան, կլինի պատերազմ։ Չնայած միութենական պետությունում այնտեղ քաղաքական մարմիններ չկան, երկրորդն էլ միութենական պետությունում չկա որևէ փաստաթուղթ, որով անդամ պետությունը իր ինքնիշխանությունը պարտավորվում է սահմանափակել։ Ի տարբերություն Եվրամիության, որի անդամակցության մասին պայմանագրում ուղիղ հոդվածներ կան, որով անդամ պետությունը պարտավորվում է մի շարք ոլորտներում որոշումների կայացման իրավունքը ազգային մակարդակից տեղափոխել, հանձնել Եվրամիությանը։ Դա ուղիղ գրված է
անդամակցության մասին պայմանագրում։ Մեծ Բրիտանիան հենց ինքնիշխանության վերականգնելու պատճառով դուրս եկավ Եվրամիությունից, հայտարարելով, որ իրենք ուզում են ինքնուրույն որոշումներ կայացնել եւ չենթարկվել Եվրամիության մարմիններին։ Դա էր հիմնական պատճառներից մեկը։ Այնպես որ ժողովրդի հետ պետք է հստակ խոսել եւ ցույց տալ այս փոփոխվող աշխարհում, որ ուղղությամբ իրենք պետք է շարժվեն եւ ընտրություն կատարեն, չվախենալ եւ չընկնել պոպուլիստական թեզերի հետևից։